Բարի երեկո սիրելի բարեկամներ, բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ։ Սիրով ուզում եմ ներկայացնել իմ այսօրվա հյուրին, դերասան, սցենարիստ, ճանաչված, հայտնի եւ ընդունված մի մարդ, Լևոն Սարգսյան։ Ողջույն Լևոն, Լևոն ջան, ո՞նց ես։ Լավ, մերսի հրավերի համար, սպասում էի, ոտքս խերով քո տաղավար։ Շնորհակալ եմ։ Շատ ջերմ, տաք, չնայած որ Լոս Անջելեսյան անձրևները արդեն սկսվել են, բայց լավ է սկսել են, բայց կանցնեն։ Այո։ Ուրախ եմ, ես էլ ուրախ եմ, որ դու իմ հյուրն ես։ Այսօր ես կարծում եմ, որ շատ հետաքրքիր զրույց ենք ունենալու, որը շատ կհետաքրքիր է մեր հեռուստադիտողներին։ Լևոն ջան, պատմի քո մասին մի փոքր։ Ծնվել եմ Երևանում, սովորել եմ Երևանում, ավարտել եմ Ագրարային համալսարանը, այդ ընթացքում զբաղվել ենք կավենով, մեր տարիներին այդ արդեն երիտասարդության շունչը, այդ ուսանողական այդ թոհուբոհը, բան սա կավենով էր անցնում։ Խաղացել ենք Երևանում, հետո Կրասնոդարում, Սոչիում, Մոսկվայում, այդ ընթացքում էլ ծնվել եմ։ Մրցումների եք գնում, հա, մրցում եք։ Հա, Մոսկվայում երկրորդ տեղն ենք գրավել։ Դրանից հետո արդեն սկսել են նախագծերը, սիթքոմները, ֆիլմերը, ներկայացումները, արդեն կավենի ժամանակ էլ չունենք։ Հա։ Բայց դրանից ծնվեց մեր նախագծերը, էլի, որին որ մասնակցել եմ։ Հիմնականում սիթքոմներ եմ։ Հա, նկարվել։ Օրինակ ես քո բոյին չեմ նախանցում, որտեվ համարյա մի բոյի ենք, այդ մազերիդ նախանցում եմ շատ։ Հա, մազերից Այդ շատ։ ո՞նց ես անում, որ տենց առատ լավ։ Ինձ թվում է գենետիկան է խոսում։ Ցերոնք բոլորը։ Հա, հա։ Լավ տենց սաղարթախիտ անտառին նմանվող մազերը հաղազ է։ Դե դա էլ քո բանն է, էլի քո խաղաձևն է, հա, հա։ Ամեն մարդ իր ձևը ոչը բանը ունի։ Հա։ Կրթությունը ասեցիր Բարձրագույն Ագրարային համալսարան եմ ավարտել, չեմ աշխատել մասնագիտությամբ, ազգային համալսարանը, պետական համալսարանը, գյուղինստիտուտը, հա։ Չեմ ժամանակ չեմ գտել դրանով զբաղվելու, որտեղ նախագծերը այնքան շատ էին, արդեն մասնագիտականը ընկավ երկրորդ պլան։ Շատերն է, որ ավարտում են ու չեն իրանց մասնագիտությամբ աշխատում, ասենք մեր շարմի տղերքը մեծ մասամբ բժիշկներ են։ Այո։ Բոլորը։ Չէ՞։ Հա։ Բայց եթե այդ գծով շարունակային կարող անդեղել հաջողություններ ունենային, բայց այդպես մշակույթում բոլորն են շատ մեծ հաջողությունների ասել շարմը իսկապես շատ գործ է անում մեր երկրի համար։ Մենք իրանցով ենք ոգեշնչի այդ Կավենյան այդ։ Հետո այդտեղից են ահագին դերասաններ, օրինակ շատ դերասաններ հենց իրանց պրոյեկտից մեր փակից դարձան ճանաչված, սիրված բան։ Ես մինչև այդ ինձ գիտեի ճանաչում եմ, որտեղ ես Կավենների մասնակցել էի Չարենցի դպրոցով, գնում էինք այդ հեռուստատեսությունով կազմակերպել էր Ռեմ Սարգսյան կար ռեժիսոր։ Բոլոր դպրոցների հետ գնում մրցում էինք։ Մեծ այդ ժամանակ մենք հնարամիտների եւ սրամիտների բաներ կային։ Գնում ենք դպրոցների հետ մրցումներ էինք անում ու միշտ առաջի տեղն էինք գրավում ենք։ Մի խոսքով շատ օգտակար դեր արեց Կավենի այդ շարմի ժողովուրդը, շարմ կազմակերպությունը, ընկերությունը։ Ընտանիք Լևոն ջան։ Ամուսնացած եմ, ունեմ 1 բալիկ, 6 ամսական արդեն, 7 արդեն դառնում։ Հա։ Մի քիչ ուշ եմ ամուսնացել, բայց շատ լավ եմ, հաջող եմ ամուսնացել, գոհ եմ։ Հա, դե դրա համար են ասում, լավ է ուշ կա երբեք։ Կան երբեք, այո։ Աղջիկ թե տղա։ Աղջիկ։ Հա։ Աղջիկ, այո։ 6 ամսական։ Հա, արդեն 7 է լինում, այո։ Լավ, ինչքան ժամանակ է դու Լոս Անջելեսում ես։ Արդեն 3 ամիս ու հələ որ պատրաստում եմ մնամ, որտեղ այստեղ նախագծեր ունենք։ Հա։ Այդ թղթաբանական հարցերն է լուծվում, որ արդեն սկսենք Այսինքն աշխատանքային վիզա, հա, ձեռքերպել, որ կարողանաս մնաս։ Քոնը ինչքան է, 6 ամիս կարաս մենակ մնաս, հա։ Չէ, ես աշխատանքային վիզա եկել եմ, հիմա արդեն երկարացման հարցն է, որ արդեն մի քանի ամիս ավել մնա։ Դե շատ լավ է, աստված թող հաջողություն տա։ Մերսի բանալի։ Քեզ շատ են նմանացնում հովոյին, Ազոյան, չէ, հովոյին։ Դա օգնում է քեզ թե խանգարում այդ նմանությունը։ Օգնում է, որտեվ նույն ոլորտում ենք, մեզ տարանջատելը մի քիչ բարդ է, բայց արդեն մի քանի տարի է այդ իմիջի ու անունի վրա աշխատել եմ։ Արդեն շատ քիչ են շփոթում, էլի։ Այն ժամանակ եթե
ասենք 10-ից 7-ն է շփոթում, հիմա 10-ից 1-ն է շփոթում։ Հա, շատ։ Որ արդեն անունը բանը ձեռք ես բերում, արդեն հստակ տարբերում է, Հա, դու տես վաղուց ավարտել ես այդ ինստիտուտը, դու վաղուց զբաղվում ես այդ մշակույթով, հետո երկար ժամանակ դու չկայիր, ոչ մի բան չէիր անում, լավ, հետո ուր էիր այդ ընթացքում, ինչ էիր անում, ինչով էիր զբաղվում։ Մի 2 տարի պաուզա եղավ, մենակ սցենարական գործում կայի, հետո հասկացա, որ այդ սցենարական գործը ինձ դուր չի գալի։ Ինչի սցենարներ եք գրում, այդ սիթկոմներ, Սիթկոմների սցենար են գրում, ֆիլմերի, գովազների, այդ ոլորտում ինչը որ կա հումորը, Դες մի ընկերություն ունեք, որ հատուկ զբաղվում եք բնակ։ Մենք կավենի թիմով տենց զբաղվում ենք, հա, մտածում եք սյուժե։ Ֆիլմեր ենք մտածում, սինոպսիսներ ենք գրում, առաջարկում ենք, մեկը վաճառում էր, մեկը չէ, մեկը նորից ենք գրում։ Տենց այդ գործով։ Հետո բայց հասկացա, որ սցենարը իմը չի, ավելի շատ դերասանական ուղղվածությունը պետք է էլի Բայց զարգանա։ եթե կա ընթացքում կարաս գրես էլ։ Հա, դե որ մտքերը Շատ նման դերասաններ կան, որ գրում են ու շատ էլ լավ են գրում։ Հա։ Բայց իմը երևի բեմնա ու տեսախցիկ էլի ավելի շատ։ Սիրեցիր ու Հա, արդեն։ այդ գրելը շատ տենց հետին պլանի գործ է։ Օրինակ ինչ սցենար է գրել, որ հայտնի է դարձել։ Ինչ Coffee sitcom կա Հայաստանում առաջինն էր, որ մի կամերայով էր նկարված ու մի ռակուրսից կոֆեի ապարատի կամերայից նկարված Միջանցքում կատարվող օֆիսային գործունեության մասին էր, կոֆեի շուրջ ինչ որ այդ կոֆեի ապարատի շուրջ կատարվում էր։ Այդ են գրել ռուսական մի քանի պրոյեկտներ են գրել, գովազներ են գրել լիքը, ֆիլմը նոր տարվա Մկոյի հետ Արզումանյան խաղացինք Լևոնի հետ Հարությունյան։ նոր տարվա, հա, նոր տարվա ֆիլմեր 22-ին ենք նկարել, 23-ին թողարկվեց։ Հիմնականում ռուսների հետ ենք աշխատել, որտեղ կավենյան կապերը մեր ավելի շատ Մոսկվայի հետ էր։ Որտեղ գովազներ, այդպես նախագծերի հետ կապված։ Երևանը։ Երևանը մենք չենք գրել, մեր վարպետներն են գրել, որոնցից որ արդեն սովորել ենք սցենար գրելը բուն։ Մասնակցել ենք, բայց այտենց որպես Ովքեր են ձեր վարպետները։ Կալպակյան Սաքոն, Խորոն, Գրիգորը Դանելյան, Վանչը, շատ էին։ Ովքեր որ մեզ սովորացել են Կավենյան դպրոցը էլի։ Ոնց որ պրակտիկան անցել ենք արդեն։ Բայց տեսնես Ռուսաստանում էլ, Հայաստանում էլ ու ամենուր այդ կավենը շատ օգտեց մարդկանց, որոնք կարող է ուրիշ գծով, բայց ահագին առաջ կան։ Հա, դե հիմնականը շատ տենտենա, որոնք որ էլի հայեր են մեծամասնությունը։ Դա որ սկսվեց Միշա Գալուսյան բան, չէ՞ Մոսկվայից բան, մեր Գարիկը բան, չէ՞։ Բոլորը այդ կավեներից է սկսել, չէ՞։ Այո։ Մենք իրանցը նայել ենք էլի որ ոգեշնչվել են։ Արթուրը Ջանեբեկյան։ Այո, Երմին, Նովե Արմյանի, հետո Կրասնոդարի թիմը, հետո Արմյանսկի պրոյեկտ ՄԿ ենք, որ խաղում էին։ Լավ, որ գնում եք Ռուսաստան, ասենք ռուսեն, բոլոր լավ ռուսերի տիրապետում եք, որ Հա, ռուսերենն էր, նու իրանց sense պահանջը ռուսերենն էր, ելույթի 20%-ը կարող լիներ հայերեն բառեր, արտահայտություններ, որոնք որ ռուսներին ականջին նստած են, բայց հիմնական հենց ելույթը ռուսերենն էր, թիմում էլ 90%-ը ռուսերեն իդեալական խոսում էին։ Ահա։ Բժշկականի ու գյուղինստիտուտի համատեղ թիմ էր դուրս եկե Երմույով, որտեվ ինստիտուտ չէր արդեն ունիվերսիտետ էր, Երմու էր, Երմի չէր։ Ու ոնց որ այդ անունն է օգնեց, ինչ որ հաջողության հասանք էլի, որտեվ 3 տարի խաղացել ենք, հենց ֆեստիվալից հետո անմիջապես ընկել ենք Մոսկվա, Մոսկվայի լիգան ամենաբարձր լիգան։ Ու Մոսկվայում ոսպես երկրորդ տեղ, հա, գրավեցիք։ Հենց պլանետա կավայնը որ կար, հենց այդ շենքում ենք խաղացել, Մասլիկովի տղաներ վարում էր։ Հա։ Շատ լավ հաջողություն էինք ունեցել։ Հետո որ նախագծերը եկան, արդեն էլ այդ դրա ժամանակը չունենք, որտեղ պատրաստվել է շատ երկար process-ը։ Եղավ Լևոն ջան, մեր հաղորդման առաջի մասը ավարտվեց, հիմա անցնենք գովազդի, նորից կշարունակենք մեր զրույցը։ Սիրելի բարեկամներ, գովազդի արդյունի եթերում, որից հետո կշարունակեմ իմ զրույցը, դերասան, սցենարիստ, կավենշիկ, ոնց որ ինքն է ասում, Լևոն Սարգսյանի հետ գովազդ արդյունի եթերում։ Բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս Լևոն Սարգսյանի հետ։ Լևոն ջան, լավ, ոնց եղավ, որ դու մտար այդ ասպարեզ, ասենք ոնց քեզ հայտնաբերեցին, քթան, հրավիրեցին, կանչեցին, թե ինչպես ստացվեց։ Գյուղինստիտուտում, որ առաջի կուրս էի, հայտարարություն կար, որ կավենի թիմ են հավաքում։ Դե այդ շրջանում երիտասարդության շրջանում կավենում
խաղալը մասնակցել, դա արդեն մեծ բան։ Մոդայիկ էր այն ժամանակ շատ մի բան շատ մոդայիկ դարձավ կավեների հետ։ Գնացիք այդ կաստինգին, հետո մեզանից ավակ իմ ընկերներով ովքեր արդեն խաղում են մի քանի տարի, այտենց ինչ-որ հանձնարարական եղավ, ասենք մի 10 հատ սկեյչ գրել, 5 հատ այտենց իրավիճակներ ու գնացի կաստինգը անց այնց առաջինից ու այտենց սկսվեց։ Շատ լավ, շատ բարձ ու հասար։ Հա։ Լավ, հիմա այս պահին ինչով է սպառում։ Հիմա արտիստ կոմեդիան ռեալիզի շոուն է Դելոյի, որտեղ որ մասնակցություն ունեմ։ Այդ ենք արդեն սկսում նկարել։ Դրանից հետո արդեն կլինեն ֆիլմեր, սիթքոմներ։ Արդեն հրավերներ կան։ Հա, հրավերներ կա, մտածում եմ, գցում բռնում եմ։ Մի խոսքով շատ են։ Շատ լավ, ինչ-որ մեկի վրա կենտրոնում եմ։ Ես հիմա Դելոյի ֆիլմը պետքա որ լավ լինի, որտեղ ինքը շնորհքով տղա է, շատ տաղանդավոր մարդ է։ Ու ինքն էլ իր կողքը երևի շնորհալի մարդկանց կհավաքի անպայման ինձ թվում է կհաջողվի այդ ֆիլմը, ու Աստված հաջողություն տա։ Մերսի։ Իսկ ապագայի ծրագրեր, այդ որ ասում ես մտածում են բանան, ինչ ես մտածում։ Գեղ ֆիլմա, գեղարվեստական ֆիլմա, մեկ սերիալնոց։ Հա, մեկ սերիալնոց։ Կարա նույնիսկ երկուս դիտի։ Չգիտեմ, հələ որ առաջինն եմ պլանավորել, սցենարը ուղարկել եմ, բավականին այտենց հատորներով է պետքա կարդամ, բայց ինձ թվում է կհամաձայնեմ, որտեվ կերպարս ինձ դուր եկել է, էլի, ես այտենց պետքա։ Դու ես գրում։ Չէ, ուղղակի ես իրավունք ունեմ սցենարիստների հետ շտկումներ անելու հաստատելուց հետո, որ արդեն դառնա դա ծերդու, եթե կողքից, եթե քո ասածը չգրեն, բայց գոնե կարող է դրանից մի հատ միտք ցակի իրանց մոտ, այդ միտքը զարգացնեն ու հետաքրքիր։ Արկասո այտենց կոմպրոմիսի գնացող սցենարիստներ են, որոնց հետ կարելի է աշխատել, էլի։ Հետա ֆիլմա, սիթքոմա, մյուս տարի արդեն կատակերգություն էլի թե։ Հա, էլի կատակերգությունն է, հա։ Մյուս տարի արդեն երևի կսկսեմ իմ անհատական ստենդափը անել։ Փոքր այտենց ակումբներով, ինչով արդեն ինքը մեծ համերգային ծրագիր է։ Ստենդափ հիմա շատ հայտնի է, թե յուրաքանչյուր ազգի մեջ, Ռուսաստանում լինի, ամերիկացիների մեջ լինի, Հայաստանում հիմա անում են մեր հայերը։ Ես էլ եմ անում, ես էլ գնում եմ տարբեր նահանգներ, ինձ հրավիրում են։ Ամերիկայի տարբեր նահանգներ, Ռուսաստան են հրավում, Եվրոպա, գնում եմ ու այդ ստենդափներն անում շատ հետո։ Երգով, բանով ամեն ինչ կա մեջ։ Անեկդոտներով, երգով, հումորով Շատ լավ, հիմա դա շատ մոդայիկ է, այո, այսօր շատ մոդայիկ է։ Հետո մոդայիկ է նաև մեկ մարդու թատրոն, թատրոն Ռադնավո ակտյորը։ Դա էլ շատ լավ է, շատ անցնում է ու շատ լավ է։ Հետո հրավիրողներին էլ ացեր տալի, այդ կոլեկտիվ չեն հրավիրում են մի հոգու ամեն ինչ։ Դեկորն է մինիմալ է, ընդամենը։ Թատրոնում աշխատել ես։ Թատրոնում բաղ չի վիճակվի աշխատել։ Չեն հրավիրել, հրավիր չի եղել։ Հրավեր չի եղել, որտեվ չեմ ավարտել համապատասխան կրթօջախը, թատերական ինստիտուտի մասնախոսքը, բայց կավենի ինձ թույլ է տվել, որ ես բեմի գաղտնիքները իմանամ, ինձ այնտեղ կարողանամ տիրապետեմ, բայց այտենց բուն թատրոնի մեջ չեմ եղել։ Իսկ այնպես լուրջ ֆիլմում նկարահանել ես, որևէ գեղարվեստական չէ։ Դա էլ չի եղել։ Այսինքն այսօր լինելու առաջինն է, սա դեբյուտը է։ Լուրջ ֆիլմում կոմեդիի կերպար եմ խաղացել, բայց այտենց լուրջ դեր հələ չեմ խաղացել, դա չեմ պատկերացնում ինձ հələ որ։ Դե ինչ որտեղ բոլորս էլ ունեն մենք մեր այն առաջի ուսուցիչը մարդ, որից ողջևորվում ենք, որի շնորհիվ մենք ինչ որ բանի առաջ քայլերն ենք անում ու այդ քայլերը մեզ տանում են շատ հեռու։ Դու քեզ ում ես համարում առաջի ուսուցիչ, դից կա, հա, ով իմ հետ աշխատել է, ով ինձ հավատացել է, Սարգիսն է Կալպակյան, Կավենի ասոցիացիայի նախագահն Հայաստանի, որի հետ մինչև հիմա ընկերություն ենք անում, շփվում ենք, իրար հետ նախագծեր ենք նախաձեռնում։ Առաջին մարդն է, որ հավատաց ու ասաց, որ կարաս, եթե քո վրա աշխատես, իրանք էլ օգնեցին ինձ իրանց թիմով, որպես սենսեյ, ես իրան սենսեյ եմ ասում, Սարգիս Կալպակյանն է, միանշանակ։ Եվ Լևոն ջան, երգում ես։ Չէ, այդ տաղանդը չունեմ։ Այդ միակ բանն է, որ ամեն անգամ ես ասում եմ, ասենք հյուրը երկող չի լինում, հիշում եմ այդ դեպքը մի հատ շատ լավ դերասանուհի, քեզ շատ անուշիկ մի աղջիկ երիտասարդ։ Ասեցի աղջիկ ջան, երգում ես։ Ասեց, պարոն Ղազարյան, եթե ուզում ես այդ հաղորդումը փակվի, երգեմ, ասում։ Հա, չէ, այդ ռիսկին չեմ գնացել, բայց երևի ինչ-որ մի օր կգա մի ժամանակ։ Ես ամեն մարդ մի հոբբի ունի, չէ՞, մի զբաղմունք ունի։ Ունես դու տես բան ունես։ Հա, ունեմ, զբաղմունք ունեմ։
հերոսի հետ կապված խաղեր կա, որոնք որ այտենց նյարդերս թույլատնում են, այդ եմ դրանով եմ զբաղվում։ Որովհետեւ մեջ մի քանի ժամ ինչ որ գտնում եմ, ինչ որ Tetris-ա, ինչ որ այտենց հին խաղեր ա, կամ չգիտեմ, շաշկի, շախմատ, նարդի եմ շատ սիրում։ Այդ իմ նախասիրություններից ամենամեծ տեղ ունի նարդին, կարճ նարդի շատ եմ սիրում։ Երբոյին էլի։ Հա, ամեն մեկին իր համապատասխան։ Ես երկար նարդի ես էլ չեմ խաղում, իմ բոյին։ Հա, երկարը մի քիչ ձանձրալի է, էլի։ Բայց կարճը շատ եմ սիրում։ Ես էլ իմ զբաղմունքն էլ, իմ հոբին, իմ նկարելն է, ես նկարում եմ, ունեմ աշխատանքներ ունեմ, լուրջ նկարում եմ, գեղանկարչություն։ Ընկերներս, նկարիչներս շատ ունեմ, մեր ինստիտուտը գեղարվեստաթատերական ինստիտուտ է, դե ես եմ նկարիչ, քանդակագործներ ենք, ես եմ ռեժիսոր, դերասաններ եւ այլն։ Ու շատ է ընկեր, ես այն թվերին փոքրուց նկարել եմ, բայց այն թվերին մեր դասեր լինում, որ ձանձրալի էր, փախտում գնում էի իրանց մոտ, նստում էի, դասատուներն թողում էին, նկարում էին։ Ու իսկապես ընկերներ ունեմ, հիմա նկարիչ ընկերներ, որ ասում են, դες իսկականից դու ես նկարում, ասում եմ, հա ո՞նց կարող ուրիշի նկարածը բերեմ ասեմ ես եմ նկարում։ Դա էլ է մեջից տաղանդ է։ Նկարելներ գիտես ոնց է հանգստացնում մարդուն, ունեցա ուրիշ աշխարհ ես ընկնում, հոգ, ստարտ, ցավ, հաջողություն, անհաջողություն, ամեն ինչ մոռանում ես։ Հա, դա։ Ես նույնը վերաբերում կավագործությանը։ Ինքն էլ է այտենց հանգստացող միջոց։ Ուրեմն քո սիրած զբաղմունքը, քո հոբբին է նարդի խաղալն է։ Նարդի։ Հա։ Էն էլ հեռախոսով, հա։ Եթե ուժեղ զուգընկեր չկա, ստիպված հեռախոսով ամենաբարձր լեվելը։ Ես է նարդը։ Հա, ուժեղ, հա, ունեմ։ Կարող է 820 level եմ, դա բավականին մեծ արդյունք է։ Ես օրինակ, ես քանի ամիսը 1 տարին մենք, ասենք, այտենց առիթելի խաղամ նարդի չխաղամ, կարճ իհարկե, բայց որ հիմա կնոջս էլ հարցնես, կասի, ոչ մի անգամ ինքը չի տեսել, որ ես հաղթել եմ։ Հա։ Միշտ հաղթել եմ։ Հա։ Հասկանում ես։ Դա շատ լուրջ խաղ է։ Թե ուղեղի, թե ճկունության, թե հաշվարկի։ Այլ հանգստացնում, դա էլ լավ, մարդու դերվեր հանգստացնում։ Լավ ճանապարհել սիրում ես։ Շատ։ Իսկ ունենում ես այդ առիթները շատ։ Հա, ես 2019-ից հետո իմ առաջ տես նպատակ եմ դրել, որ ամեն տարի գոնե 5 երկիր գնամ հանգստանալու։ Բայց դրա հնարավորությունն էլ ունենաս։ Դե հնարավորություն է տարվա սկզբից կուտակությունը քիչ է։ Հա, տարվա սկիզբ կուտակում եմ, տարվա արդեն վերջերը սկսում եմ ճամփորդել։ Բան մեր Շուրիկի ֆիլմում էր օպերացիայի, որ ասում եք խմենք, որ մեր հաջողություններն ու բաները, հնարավորությունները համընկնեն էլի։ Դե դրա համար աշխատում ենք էլի բանալու։ Դու ասա Հայաստանից երբ ես դուրս եկել։ 25 թվականի դեկտեմբերին։ Երբ? 25 թվականի դեկտեմբերին։ Հա դուրս եկա, մինչև հիմա ստեղ ես, հա։ Հա։ Արդեն 3 ամիս։ Այ։ Դու ա գալիս քեզ տեղի կյանքը, կապրեիր ստեղ։ Եթե հնարավորություն լիներ, ամեն ինչ գիտեք, կախված է այդ թղթերից, թղթաբանությունից, բայց հնարավորություն դեպքում, հա, որտեվ կլիման արդեն տրամադրող է։ Դե թղթաբանությունը մենակ բան է քիչ է, այսինքն դու տեսնես, որ ստեղ դու կարող ես փող աշխատել ու տուն պահել ու ասենք ընտանիք դել բերես, եթե ասենք հետագայում այդ ծրագրերն ունես։ Այդ պոտենցիալը կա, տունը։ Հա, դե պետք է հա, այդ հնարավորությունը ունենաս, մենակ ցանկությունը քիչ է, հա, կամ հա։ Բայց այդ ցանկությունը տանում է դեպի նպատակ։ Ինձ ավելի շատ կլիման է այստեղ։ Մարդ կա, որը ցեպտում է, աշխատում է ու ասում է դրան, մարդ էլ կա, պարկում է դիվանին ու երազում է։ Մինչև իր բախտը մի բան կանի իր համար։ Չէ, աշխատող ենք, քրտնաջան աշխատող ենք։ Չեմ նեղվում, բան Ղազան։ Դե շատ լավ, չեմ արդեն աշխատացել։ Դե լավ, ավարտվեց նաև երկրորդ մասը մեր զրույցի, արի հիմա նորից անցնենք գովազդի։ Որից հետո Լևոն ջան, շատ པարզ ու հանգիստ գովազդ բան է գնում մեր մեջ, զրույցը գնում, շատ դուր է գազ։ Գովազդից հետո նորից կշարունակենք։ Բարեկամներ, գովազդ ARTN-ի եթերում, որից հետո կշարունակեմ իմ զրույցը Լևոն Սարգսյանի հետ, դերասան սցենարիստ։ Գովազդ ARTN-ի եթերում։ Բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս Լևոն Սարգսյանի հետ։ Լևոն ջան, հարսանիքներ վարում ես այստեղ։ Մի անգամ է փորձ եղել։ Այստեղ։ Ստեղ չէ։ Հայաստանում մի անգամ փորձել եմ, շատ խնդալու է անցել, բայց հասկացա, որ իմը չի։ Ընկերոջս հետ են գնացել հարսանիք վարելու ու եկավ այն հատվածը, երբ որ արդեն քավորական ընտանիքի կենացը, քավորի մասին երբ պետք է հնչեր բան, ոնց որ հայտարարեցինք այդ
մասը, այդ հատվածը ու հասկացանք, որ քավորը զալում չի, սրահում չի, ասեցինք երևի ծխում է բան, ասեցին գնացեք ասեք, որ գա էլի արդեն ոնց որ իրա կտորն է բանը, գնացին 10 րոպեա չկա, 15 րոպեա չկա, արդեն ուրիշ կենացներ են խմում, բանը տատի պապիների, արդեն քերիների, արհեստական երկարացնում ենք, քերակնոջ արդեն կենացն է, անկապ կենացներ են խմում, չկա, մեկ էլ գյուղապետներ, քավորը, մեկ էլ այդ իրա վարորդ եկավ արագ ասեց քավորը չկա։ Խառնվեցինք իրար, որտեղ չկա։ Ինչի մասն է խոսքը։ Ոնց որ մի քիչ սխալ արտահայտվեց, ասենք, այսինքն չկա, ինչ որ վատ մահացել է, ինչ ասեց, չէ։ Ասեց սարում այդ ոչխարների դուռը լավ չեն փագե։ Սա ոչխարները հելել են սարը։ Հիմա այդ գյուղի ժողովուրդը այդ իրանց աշխատողները այդ հարսանիքը թողել են, այդ ոչխարներին քշում են, տանում են գոմերը։ Ասեցինք դե լավ, թող այդ կենացը կձայնագրենք, հետո ինքը իրան կնայի։ Հետաքրքիր է, որ քեզ շատ նմանացնում են, ասենք, չէ, Վովոին։ Եղել է, որ քեզ ասում են շփոթել են իր հետ։ Հա, շատ են շփոթել, բայց այն որ երևի առաջի երկու նախադասությունից հետո հասկանում են, որ Հովոն չի, որտեղ ձենի տեմբր, բան, մազերի տարբեր գույն։ Դու անձամբ իր հետ ծանոթ ես, ոնց է արձագանքում ինքը։ Չէ, ծանոթ չեք։ Չեք էլ շփվել, հա։ Չենք շփվել, չենք տեսել, նախագծերով էլ իրար հետ չենք հանդիպել երբեք։ Բայց վստահ եմ ինքն է գիտի, ես էլ գիտեմ, իրար մասին գիտենք ինֆորմացիա, բայց իրար հետ չենք աշխատել ծանոթ։ Դե արի երկու իրական պատմություն պատմի, հետաքրքիր։ Հա, մեկը Կավենից կպատմեմ։ Հա։ Մոսկվայի լիգայում գնացել ենք արդեն առաջի խաղն էր։ Հա։ Ու քանի որ այնտեղ ծանոթներ չունեինք, մեզ ոչ մի հարցով չէին կարող օգնեին, մենք մեր թիմով որոշեցինք, որ հագուստներ պետքա տանենք, ռեկվիզիտներ պետքա տանենք այդ ելույթի համար։ Մեր ընկերներից մեկի մոտ 3 հատ էր այդ ուղեբեռը, ամենաշատը իր մոտ տվեցինք, որ տանեն։ Ունես դուրս եկա, որ գնացինք, արդեն իջել ենք այդ ուղեբեռը, ամեն մեկս վերցրել ենք բանը։ Մեկը տենում ենք, որ չկա։ Մոտավորապես պատկերացնեմ ինչ է լինելու էր։ Հիմա գնացել ենք բացատրում ենք, որ մենք 3 օրից ելույթ ենք։ Իր ուղեբեռը ուր է։ Ասում են շփոթվել են, թողել են Զվարթնոցում։ Այդ ուղեբեռը 3 հատ։ Այսինքն 320 հոգի մարդ կար, բոլորին եկել էր, բացի Իրանը, ինքն ընդհանրապես ոչ մի բանից տեղյակ մարդ չի, դինջ մարդ էր։ Հիմա ասում չենք, օրեթանք Մոսկվա չենք կարա պատասխան տալ, որտեղ այնտեղ ասենք կոնստրուկցիայով վիալանչելի վրա շաուրմա ենք հավաքը հետևում, տենց համար ունենք, որ հայկական օրկեստրում որ սոված անում են, վիալանչելը թեքում են ու շաուրմա է, էլի հավաքած։ Ասում եմ, դե անհնարով ենք հավաքենք 3 օրում, ինչ ենք անելու։ Վերջում էլի լավ մտահղացում է, գիտես։ Հա, վերջում էլի ծանոթ բարեկամ խառնեցինք, մեր ավակ ընկերները մեզ օգնեցին, այդ ուղեբեռը մի օրում Երևանից հասավ Մոսկվա ու խաղը պրավար չեղավ ու հենց այդ խաղով էլ առաջի տեղով էլ բռնեցինք հենց այդ համարն է որ պետք էր մեզ վիալանչելի վրա շաուրմա հավաքած հենց լավագույն համար ճանաչվեց շատ լավ համար է համել կուշ տեսալու էլ դեմում շաուրմայով բանով շատ ենք խնդացել այդ համարն է օգնել Դա պատմությունը հիմնականում այդ կավենի տարիներն է որտեղ շատ ենք շրջագայում էլի կավենից էր հետ ենք գալի արդեն բանում ենք խաղում, Սոչիում ենք խաղում այդ տարի ու որոշեցինք, որ քանի որ այդպես գումարը շատ մեծ չունեինք, ասացինք Ford Transit-ները կվարձենք, ցամաքային ճանապարհով էս անգամ եք, այդ անգամ սաղս կավեն շիկենք, որ արկածներով բանով ասել խոսալով այտենց հայավարի գնանք հասնենք։ Մի հատ ընկեր ունենք, որ մարոժնի շատ է սիրում, շատ է սիրում։ Ու պատկերացեք Սոչիից դուրս ենք եկել, ինչքան խանութ կա Բարիս բուն իմաստով ինչքան խանութ կա կանգնել ենք մարաժնիա վեկալը ուտում որտեվ չի հագենում հա ասում ես էս ռուսական այդ կապեյկա մարաժնիները շատ եմ սիրում մենակ ստեղ կա բան այդպես չտեսի պես կա ու բոլորս կանգնում ենք ուտում ենք այդտում ենք բանը հիմա հաշվել ենք արդեն 60-ից ավել խանութ ենք մտել ու սահմանը մոտիկ է հետո այդ վարորդի ընկերը զանգեց ասեց արագացրեք որտեվ Լարսը կարողա փակվի ձնաբուկա մոտենա ահա Հիմա ասում ենք, ես նայել եմ քարտեզի վրա, 4 հատ խանութ կա, 4 հատ խանութը 2-3 րոպե է, ձեր համար տարբերություն չի լինի։ Ու բտես նեղացավ մեզ, այսպես ասենք լավ, եթե կանգնենք։ Գնացել ենք Պողոզյան, հասել ենք սահման,
3 ավտո էր մնացել, մենք 4-րդն էինք։ Դեմի մեկ հատը գնաց, ձնաբքի պատճառով փակեցին, մենք մնացինք 4 օր Լարսում ավտոյի մեջ։ Օհո։ Ու 4 օր ինքը մեր հետ չի խոսած, որտեղ պատճառը ինքն ու իր մարաժնինն էին։ Ու այդ 20 հոգով այդ Ford-ի մեջ ահավոր էր, -33-35 էր, խանութն մի հատ էր։ Ու ամեն խանութ գնալուց ասում ենք, հա, ձիմա կաղա մարաժնի ուտեսան։ Լարսում արդեն ու այլ տարբերակ չկա, մի հատ է մնացել։ Ու տենց արկածներով 3-4 օր մնացինք, ինչ ասես եղավ մեր հետ, ինչ ասես։ Էլ վառելիքը պրծավ, էլ ուրիշի մեքենայով գնալ, վառելիք բերել, Կրասնոդարից ընկերներ ունենք, ովքեր որ կանվենշիկներ են մեզ ցիստեռնով բան են բերել, բենզին են բերել, որ հանգարց չմրսենք, չհիվանդանանք։ Ու տենց ամփորձանք հասանք տեղ, բայց իր մարաժինները միշտ իրան հիշացնում ենք, որ գնում ենք։ Եվ ջադիսկ անեկդոտ պատրաստել ես։ Անեկդոտ պատրաստել եմ։ Չնայած շատ դժվար է ձեր մոտ անեկդոտ պատմել։ Շատ դժվար է, իսկ Ալամ աշխարհի անեկդոտները գիտեք, հորինել եք, բայց վերջինն եմ, վերջիններից է առյուծը հավաքում է բոլոր կենդանիներին, ասում է անտառում շշուկներ են պտտվում, որ կենդանիկա ինձանից չի վախենում։ Եթե այդպես կենդանիկա, թող մի քայլ առաջ գա։ Բոլորը սարսափած իրար են նայում, բան, մեկ էլ ոտի արանքների հետ նեղ արահետների կողմից այս նապաստակը դուրս է թռնում առյուծի դեմը, ասում է ոնց դու ինձանից չես վախենում, ուսը դողում է այս նապաստակը էլի, ասում եմ գայլը առաջ գար կհասկանայի, արջը առաջ գար կհասկանայի, դու ով ես, բան, ասում եմ ճիշտ ասած շատ եմ վախենում, պրոստը հետևիցս մեկը բրթեց։ Դու գիտես չէ՞ որ առյուծը ասում է ժողով է բանելու շաբաթ օրը, ով որ ուշացել է, վռելվե ուտեմ։ Մեկ էլ կալյանցից վերջում կանգնացած անում։ Օնոսուն։ Ինքը այդ օրը պետք է մնատեմ մինչև կիրակի։ Ես ու ասեմ որ կենթանիների հետ կապված անեկդոտներն եմ շատ սիրում, որտեղ իրանք շատ ունիկալ են, էլի։ Գիտես պետք է անեկդոտ, կարճ, շատ կարճ։ Հա, շատ կարճ։ Այս արջը հավաքում է բոլոր կենթանիներին, ասում ուրեմն լսեք, ասում առյուծը հիվանդ է, բոլորով պետքա փող հավաքենք, որ ուղարկենք Գերմանիա բուժման։ Սրտի օպերացիա ունի։ Այդ կոմունիկացիան շատ խնդալու է, էլի, որ մարդկային պատմությունը կապում են կենթանիների, ինձ շատ է ծիծաղեցնում։ Այլով ջան, ավարտվեց մեր զրույցը։ Շատ հաճելի էր, շատ հանգիստ էր, շատ թեթև էր։ Ապրես որ քեզ ավելի մոտիկից թող ճանաչեր ժողովուրդը, որտեվ մտածեն ու տեսնեն որ լուրջ մարդու հետ գործ ունեն, էլի։ Մենք քիչ կարող արտաքինը ձևը հետո ասեն ասենք ով է նմանվեց որ ես եմ, բայց չէ դու ունես քո եսը, դու կաս առանձին մարդ, հա, շնորհքով տաղանդավոր է իր առանձնահատկություններով եւ այլն։ Քեզ հաջողություններ եմ ցանկանում, ասում եմ, ել ավելի քո հաջողությունները շուտով, շատ շուտով երևի դու կսկսես արդեն մեծ աղմուկներ հանել արվեստում։ Քեզ հաջողություն։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Մերսի։ Հաջող։ Սիրելի բարեկամներ, ավարտվեց եւս մեկ հաղորդում։ Իմ հյուրն էր դերասան, սցենարիստ Լևոն Սարգսյանը։ Իսկ այժմ մեր հաղորդման վերջին խոսքերին հասնենք։ Մարդը ով ուրախանում է ուրիշի երջանկությամբ, ինքն էլ միշտ երջանիկ կլինի, որովհետև բարի սիրտը երբեք դատարկ չի մնում։ Այսքանը բարեկամներ, միշտ օր հանդիպում, բարի գիշեր ձեզ։ Ով։ Լավ։ Դու ապարանցի ես, չէ՞։ Հա, արդեն ինչքան վաղ է։ Արի մի հատ ականջիդ բան ասեմ։ Ինձ ասա, տարբերություն չկա։